Մի բուռ հող, Աստվածաշունչ 100 տարվա պատմություն ունեցող մի կարպետ ու աշակերտներից մի տիկնիկ։ Արցախից Սյունիք Անի Գալուստյանը ամենաթանկ իրերն է բերել։ Սրանք 2023-ի սեպտեմբերի հայտնի իրադարձությունների կապոցներում պատվավոր տեղ են զբաղեցրել։ Եթե մենք խոսում ենք տեխնիկայի մասին, շորերի մասին, Փառք Աստծո աշխատելով էլ կկարողանանք առնել ու կարողանանք ապրել։ Բայց այս իրերը ինձ համար անգին են, որը երևի միջև մահ, նաև միջև իմ սերունդներս պիտի փոխանցեն ու պահպանեն, որ իմ հայրենիքից մնացել են մի քանի արժեքավոր իրեր, նաև այստեղ ես ուզում եմ նշել, որ նաև ինձ հետ բերել եմ մի բուռ հող, որպեսզի ամեն օր բացելով, ամեն օր ես հույսով սպասում եմ, որ մի օր ես վերադառնալու եմ Արցախ։ Այս իրերը յուրահատուկ կամուրջ են նախկին ու ներկա կյանքի միջև։ Տատի օժիտով Անին քաջարանում Արցախի շունչն ու ոգին է պահում։ Տատիկս լինելով Եսայի Հասան Ջալալյաններից իր տատը այս կարպետը գործում է եւ ամենահետաքրքիրը այն է, որ գործվեց տանը կարպետը եւ գործվեց ամիսների ընթացքում եւ մաքուր բուրդ է, այդ էլ կարող եմ շեշտել, դա ձեռքի աշխատանք է, իր տատիկի, իր մոր ձեռքի աշխատանք է, ամիսների ընթացքում գործվեց, որպեսզի տատիս օժիտ տային։ Դրա համար է ինձ համար այդ կարևոր, որ իմ նախնիների մատներն են այս կարպետի վրա եւ իմ նախնիների շունչն է այս կարպետի վրա ու գույների համադրությունը նույնպես ընտրված է իմ տատիկի մոր եւ տատիկի ճաշակով, նրանք էլ այս գույները համադրել։ Ստեփանակերտում է ծնվել, մեծացել, ամուսնացել, այնտեղ 14 տարի հայոց պատմություն դասավանդել։ Այժմ ընտանիքով հաստատվել է Քաջարանում։ Վարձու բնակարանում են ապրում, որի պայմաններն այնքան էլ բարվոք չեն, բայց չի բողոքում, ասում է, կարևորը գլխներին տանիք կա։ Սյունիքյան կյանքից դժգոհ չէ, հասցրել է ընկերներ ձեռք բերել ու սիրած աշխատանք գտնել։ Ես Սյունիքը համարում եմ իմ երկրորդ հայրենիքը, այնքան եմ հարմարվել, ինտեգրվել միջավայրին, որ սիրով երկու տեղ աշխատում եմ, սիրով աշակերտների հետ կազմակերպում եմ տարբեր խմբակներ, այցելում ենք տարբեր միջոցառումների, կազմակերպում եմ տարբեր միջոցառումներ եւ ինտեգրված կարողանում եմ ապրել։ Արդյունաբերական քաղաքում երկու աշխատավայր ունի, բայց արհեստագործական ուսումնարանն ավելի հոգեհարազատ է։ Տանը պայմաններ չունենալու պատճառով այստեղ է պահում ջերմ հիշողություններ արթնացնող իրերի մի մասը։ Այս հաստատությունում նաև հասարակագիտություն է դասավանդում։ Յուրաքանչյուր հայ պետք է իմանա իր սեփական ժողովրդի պատմությունը, պետք է կարողանա հասկանա, որ միայն միասնության մեջ է մարդ հասնում ամեն ինչի։ Իմ առարկայի միջոցով ես փորձում եմ նաև իմ ապրած, օրինակ, որ 9 ամսվա բլոկադան, որ մենք ապրել ենք, նաև մեր բռնի տեղահանությունը, փորձում եմ իրական աչքերով նրանց բացատրել եւ իմ օրինակով նրանց ամեն ինչ ցույց տալ։ Անցյալը մոռանալ չի կարող, բայց եւ չի սիրում տրտնջալ մեր հերոսը։ Ապագայի հետ կապված մեծ ծրագրեր ունի, թուլանալ չի կարող, ասում է հայ կինը պայքարող ու արարող է։ Պետության զարգացման գործում նրանց դերն անգնահատելի է։ Ընդհանրապես կինը պիտի ամենուր լինի, պիտի մի քիչ խոհանոցում լինի, մի քիչ աշխատանքում, մի քիչ տանը, բայց կինը պիտի միշտ աշխատի։ Միշտ պետք է կինը միշտ արարող լինի, պետք է կինը միշտ ստեղծագործող լինի։ Մեր հայ կանայք շատ ուժեղ են, քանի որ դարեր ի վեր մենք գիտենք մեր հայ կնոջ կերպարը, եւ մեր հայ կանանց ես այս միամսյակի շրջանակներում ցանկանում եմ ամենակարևորը առողջություն, խաղաղություն եւ թող գարունները նրանց կյանքից երբեք չպակասեն։ Չնայած ընտանիքի անդամները կարիքից ելնելով այս պահին այստեղ, այնտեղ եւ ամենուր են, այնուամենայնիվ Արցախից հետո միայն Սյունիքում է իրեն լիարժեք զգում։ Առայժմ Անի Գալուստյանի նպատակները միայն հանքագործների քաղաքի հետ են կապված։